Ընդդիմությունը, որը պնդում էր, որ կապիտուլյացիայի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հիմա սկսել է հղում անել նոյեմբերի 9-ին եւ ասում է դա երազանքի փաստաթուղթ է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը այդպես արտահայտվեց։ Ինչի մասին են այս խոսակցությունները, ինչի հաստ չեն այս պայմանագրերի հետ։ Մինչև դրան գալ ուղղակի նշեմ, որ կապիտուլյացիա բառը արդեն այնքան է շահարկվել, այնքան անգամներ, որ կարծես թե լրիվ իմաստազրկվել է այս համատեքստում, ինչ վերաբերում է թե ինչու հանկարծ նոյեմբերի 9-ը դարձավ ավելի նախընտրելի, երբ նախկինում կապիտուլյացիա էր որակվում ձեր նշած շրջանակների կողմից, հատկապես օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի ֆոնին, պատճառը շատ պարզ է, միակն է ես կասեի, նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը հայտարարությունը միջնորդավորվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, իսկ ձեր նշած ուժերը երբևէ չեն թաքցրել, որ իրենց շահը անմիջականորեն համընկնում է Ռուսաստանի Դաշնության հետ, ավելի նրանք Ռուսաստանի Դաշնության շահերի անմիջական ներկայացուցիչներն են Հայաստանի Հանրապետությունում, շատերը անգամ բարձրաձայնել են, որ իրենք ոչ միայն դեմ չէին լինի, այլ կուզեին Հայաստանի Հանրապետությունը տեսնել Ռուսաստանի Դաշնության կազմում, իսկ կոնկրետ օգոստոսի 8-ի փաստաթուղթը միջնորդավորվել է եւ միջնորդավորվել է Միացյալ Նահանգների կողմից, ստորագրվել է Միացյալ Նահանգներում, այսինքն ստացվում է, որ այն պնդումը, որ ժամանակին անում էին նույն Ռուսաստանի Դաշնությունից կամ նույն Բելոռուսի նախագահը, որ ում եք դուք պետք, եթե ոչ մեզ, եւ կամահարաբար էին վերաբերվում Հայաստանի Հանրապետության այդ համատեքստում, չի համապատասխանում իրականությանը եւ պարզվել, որ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ ունի շահեր եւ գետնի վրա կարող է իր շահերը հնարավորինս առաջ մղել։